Գայանյանց կույսերի հիշատակը Հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց հունիսի 17-ին Արարատյան շաբաթվա երկրորդ օրը։ Ամեն տարի տոնի օրը Մայրաթորի գանձատնից դուրս է բերվում Սրբուհու աչաձև մասունքարանը եւ Գայանե վանք է տարվում։ Հայոց Հայրապետը մասունքակիր աջով եկեղեցականների թափորի բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ հավատացյալներին օրհնություն բաշխելով քայլեց մինչև Սուրբ Տրթատ բացխորան։ Այս մասնատուփը 1825 թվականին Մադրասի հայկական համայնքն է պատրաստել։ Դրանում ամփոփված են Հռիփսիմյանց, Գայանյանց եւ այլ սրբուհիների մասունքներ, մարդիկ հավատում են դրանց կենարար զորությանն ու հրաշագործ ուժին։ Այս օրերին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում են նաև աշխարհասփյուռ թեմերում ծառայող միաբանները, եկել են մասնակցելու միաբանական համագումարին։ Հոգևորականները ուրախ են, որ այս կարևոր տոնական շաբաթը հնարավորություն ունեն Սուրբ Էջմիածնում անցկացնելու եւ միասին տոնախմբելու Արարատյան շաբաթը։ Գայանյաց կույսերից օրինակ վերցնելով հասկանանք մեկ բան, որ մենք պատրաստ լիներ մեր կյանքը զոհաբերել հանուն մեր հավատքի եւ հանուն մեր հայրենիքի, առանց որի չի կարող վաղը Հայաստան աշխարհ որպես այդպիսին գոյություն ունենալ քարտեզի վրա։ Եթե մենք սա գիտակցում ենք, այս օրը պիտի լինի ոչ միայն կույսին փառաբանելու օր, այլ այս օրը պիտի լինի 36 կույսերին երթում տալու, որ ինչպես դուք ձեր գաղափարի համար զոհաբերեցիք ձեր անձը, մենք էլ պատրաստ ենք այդ սրբազան գաղափարի եւ հանուն մեր հայրենիքի մեր անձը զոհաբերելու։ Այս է ինձ համար Գայանյաց տոնը, որ մեկտեղված ենք այստեղ նշելու։ Սուրբ Գայանե վանքում տոնական պատարագը Տեր Ներսես Սաբեղա Հարությունյանը մատուցեց։ Ովքեր էին քրիստոնյա կույսերը, որոնց պատմությունը ոգևորում է ուխտավորներին, զորացնում նրանց հավատը։ Գայանեն 37 կույսերից էր, Դիոկլետիանոս կայսեր հալածանքներից փախչելով եկել է Հայաստան ու նահատակվել հեթանոս Տրթատ թագավորի հրամանով։ Մայրապետի եւ իր հավատավոր սաների նահատակությունը շրջադարձային է եղել հայոց երկրի համար։ Նրանց անմեղ արյունը հեղելու պատճառով աստվածային պատիժն է իջել Տրթատի եւ ողջ արքունիքի վրա, որից ազատվելու համար խորվիրապից դուրս են բերել Գրիգոր Լուսավորչին, ապաշխարությամբ եւ աղոթքով դարձի եկել եւ ազատվել սոսկալի ախտերից։ Մյուս կույսերի նման Սուրբ Գայանեի մարմինն էլ Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ եւ կնքել արքունի կնիքով։ Հետագայում Սրբուհու վկայարանի տեղում այս վանքն է կառուցվել։ Տարբեր մարզերից ժամանած ուխտավորներ իրենց օրն անցկացրեցին վանքում։ Ես Գայանեն եմ, եկել եմ Երևանից, ամեն տարի Սուրբ Գայանե տոնի օրը ես գալիս եմ Սուրբ Գայանե վանք, նպատակներիս համար ուխտ եմ կատարում եւ կարծում եմ Աստված կկատարի մեր բոլորի նպատակները։ Սրբուհիները նախ իրենց վարքով, իրենց ապրածով մեզ սովորեցնում են ոնց խոնարհ լինել եւ ոնց հաղթահարել դժվարությունները։ Գալ եկեղեցի հատկապես նման տոնական օրերին նորից վերգտնելը, ինքներս մեզ վերգտնել, հնարավորություն ստեղծենք, որ մենք հաշտություն փնտրենք Աստծո հետ։ Մեր եկեղեցիները իսկապես եւ տոն, եւ սովորական պատարագի օրերին միակ մաղթանքս, որ լինի, լեցուն լինի ու փորձենք Աստծո ներկայությունը մեր մեջ ունենալ։ Ես աղոթում եմ առ Աստված, որպեսզի զորավիք եւ ապավեն լինի մեր երկրին, մեր ազգին, մեր ժողովրդին եւ ողջ քրիստոնյա համայնքին, որովհետեւ այսօր այստեղից խունկի նման աղոթք բխեց դեպի Աստված, դեպի երկինք։ Սրբուհու աչը եկեղեցում մնաց մինչև երեկոյան ժամերգություն։ Մերի Հովսեփյան, Ռամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։